Մալքիոնիկ GBW կոֆե աղաց է, ցույց կտամ ինչպես պետք է իրան օգտագործեք, ինչպես մաքրեք եւ շահագործման անվտանգության կանոնները։ Նախ եւ առաջ սկսենք միացնելուց, ամենատարածված խնդիրներից մեկն է, երբ որ բունկերը դնում են տեղը, բայց իրան չեն ֆիքսում, ինքը թույլ է լինում, այդ ժամանակ սարքը չեն կարողանում միացնել։ Քանի դեռ բունկերը չենք դրել, չենք պտտել ժամսլակի ուղղությամբ, որ ինքը իր տեղը նստի, սարքը չի միանալու։ Բունկերը ունի կլապան, զասլոնկա, որը բացելով բացում ենք սուրճը, որպեսզի սկսենք աղալ, կա ուշադրություն դարձնենք, որ օգտագործելուց, տեղափոխելուց կամ ձեռք տալուց այս համակարգին ձեռք չտանք, ինչով է դա պայմանավորված, կշեռքը շատ նուրբ է իրա ու 4 կիլոգրամից ավել նագրուսկա տեսնելու դեպքում կարող է փչանալ։ Դա համար միշտ աշխատում ենք տեղափոխելուց բռնել այս հատվածից ու մեջքից կամ ընդհանրապես տակից բարձրացնել իրան։ Երբ որ սարքը ձեռք ենք բերում կամ թեկուզ փոխում ենք հենդերը, ամենակարևոր պայմաններից մեկն է, որ հենդերը համապատասխանի իր նստեցման, այսինքն որտեղ որ պետք է դրվի, այդ մասին։ Ինչա պետք դրա համար։ Այս դեպքում արդեն կարգավորած է, բայց ես ցույց կտամ ոնց է պետք կարգավորել։ Կողքի երկու պտուտակները թուլացնում ենք այնքան, որ այս լեզվակը սկսի շարժվել։ Վերցնում ենք այն հենդը, որը որ պետք է օգտագործենք, տեղադրում ենք, բերում ենք չափսի, պահում ենք տակից, աշխատում ենք հավասարությունը պահել ու հետ ենք ֆիքսում նորից պտուտակները։ Ամրացնելուց հետո արդեն հենդը կմնա այնտեղով, որտեղ որ պետք է լինի։ Ինչով է դա կարևոր, որովհետև երբ որ կոֆեն աղում ենք, պետք է հենդը ուղիղ դրած լինի, որպեսզի աղացած սուրճը արդեն գնա իր ցանցի մեջտեղով լցվի։ Ինքը շատ հեշտ է աշխատում, հենդը դնում ենք, ավտոմատ ինքը ճանաչում է, որ հենդը դրված է եւ սկսում է միանալ։ Միանալուց սկսում է աղալ արդեն։ Ունենք կարգավորում այս լեզվակի, որտեղից որ սուրճը գալիս է, տակի հատվածից կա շարժվող դետալ պլաստիկից, որը բարձրացնելով կամ իջացնելով տեղափոխում ենք այս հատվածի դիրքը։ Միշտ ընտրում ենք այնպիսի դիրք, որպեսզի աղացած սուրճը լցվի հենց ֆիլտրի մեջտեղը, ավելի հավասար բաշխելու համար։ Օգտագործելուց ռեցեպտ գրելուց շատ կարևոր է, որպեսզի ձեր սարքը իմանա թե ինչ քաշի հենդ եք օգտագործում։ Քաշը մուտք անելուց հետո սարքի մեջ կարող ենք արդեն ռեցեպտներ գրել։ Ինչ է պետք ռեցեպտ գրելու համար։ Double click ենք անում ստեղ, edit recepts։ Ընտրում ենք ինչ որ տող, որը որ պետք է փոխենք, օրինակ այս դեպքում մենք փոխենք այսա։ Ինչով ենք առաջնորդվելու, կարող ենք ընտրել ժամանակով աղալ, ձեռքով, այսինքն մանուալ, առանց ինչ որ ժամանակի կամ քաշի հաշվարկի, եկեք քաշով։ Եկեք այս դեպքում քաշով ընտրենք։ Քանի գրամ է մեզ պետք, օրինակի համար 15 գրամ է պետք, կարող ենք փոխել իր վրա սեղմելով, պտուտակով փոխենք քաշերը 15 գրամ, հաջորդ քայլը։ Ընտրում ենք ինչ տեսակ հենդ ենք օգտագործում, մեր դեպքում 2 բեղիկով հենդ է, օքեյ, բայց կարող ենք փոխել ցանկացած այլ տեսակի հենդի վրա։ Ընտրում ենք 2 բեղիկ, ընտրում ենք, մենք այս դեպքում 2 հատ մուտք արած պորտոֆիլտր ունենք, առաջին եւ երկրորդ, որպեսզի ապարատը ճիշտ քաշ կարողանա կշռի։ Երկրորդ պորտոֆիլտրը դա այն ֆիլտրն է, որը որ մենք նոր մուտք արեցինք։ Ընտրում ենք երկրորդը, մոտ ցույց տվեց, որ արդեն երկրորդն ենք ընտրել։ Ատամների միջև հեռավորությունն է, այսինքն մեր աղացի երկու ատամների միջև ինչ հեռավորություն ենք ընտրում, այդ վերաբերվում է մեր պամոլի չափսին, այսինքն ինչ չափսի պամոլ ենք ուզում ստանալ, օրինակ 0.03 մմ։ Ակտիվ ենք թողնում, որպեսզի մեր գլխավոր էկրանի վրա ցույց տա, որ կարողանանք այս մեր նոր ստեղծած ռեցեպտից օգտվել։ Ամեն ինչ անելուց հետո դուրս ենք գալիս գլխավոր էկրանին ու կարողանում ենք մեր նոր գրած ռեցեպտը գտնել այստեղ։ Այս դեպքում 15 գրամանոց ռեցեպտն է։ Ինչ ունենք էկրանի վրա։ Էկրանի վրա ունենք երկու կոճակ ու պտուտակ, որով կարողանում ենք կարգավորել որ բաժնից ենք օգտվելու։ Ուրեմն այս առաջի կոճակը դա մանուալ ռեժիմն է, ինչքան սեղմում ենք, այդքան գալիս է։ Երկրորդը դա կորեկտիրովկան է, այսինքն փոփոխություններ անելը, ընթացիկ, ու միանգամից փոփոխություններ անելուց հետո նույն կոճակով օքեյ ենք սեղմում ու փոփոխությունը ֆիքսվում է։ Օրինակ 15 գրամ չենք ուզում, այլևս այս ռեցեպտով ուզում ենք 16 գրամ կամ 15.5, 15.5, օքեյ, արդեն մեր ռեցեպտի մեջ փոփոխություններ է անելու քաշի բերումով։
Էկրանի վրա ունենք ատամների միջև հեռավորության ցուցիչ, քանի գրամ ռեցեպտ է ընտրած ու աղացի ջերմաստիճան, այսինքն ինչքան է տաքացել աղացը աղալու ժամանակ։ Ինչ է պետք մեզ, որպեսզի մեր ընտրած ռեցեպտից կարողանանք ճիշտ օգտվենք։ Մենք արդեն ընտրել ենք ռեցեպտը, գիտենք, որ 15 գրամ է պետք մեզ, բայց ինչպես տեսնում եք, կարմիրը ցույց տալիս ատամների միջև եղած հեռավորությունը։ Դա նշանակում է, որ մեր պամոլը չի համապատասխանում այն չափին, որը որ մենք ուզել ենք։ Սարքի հետևի մասում կա բլոկ, այսինքն բլոկ անելու տեղ։ Հիմա տեսնում եք փակ կողպեքի վրա, պետք է անպայման իրան պտտենք բացի վրա, որպեսզի կարողանանք կարգավորում անել։ Որից հետո արդեն մենք հնարավորություն կունենանք այս լեզվակը պտտելով գտնել մեզ հարկավոր չափը։ Օրինակ, այս դեպքում մեր մոտ 0.32-ն է։ Մոտենում ենք 0.32-ին եւ արդեն մտնում ենք այն զոնա, որտեղ որ սարքը ճիշտ է աշխատելու։ Որից հետո ռեցեպտ ընտրելուց հետո դնում ենք պորտոֆիլտրը, աղացը սկսում է ինքն իրան հաշվել, անհրաժեշտ քանակությունը ստանալուց հետո կանգ է առնելու ու սպասի հաջորդ օգտագործմանը։